Խենթեր, բարև ձեզ։ Բոլորս շունչ ենք քաշում, հենց որ ստացվում է այնպես, որ այս մարդամեկը մեր զզվելին բացակայում է քաղաքից։ Մարդիկ հանգիստ իրանց գործերով են զբաղված, ոչ մեկ չի գժվցնում, բոլորը խորը շունչ են քաշում։ Ինչ եմ ուզում ասեմ, հա, այս մարդու նպատակը, դե գիտենք, աթոռ պահելն է, իր աթոռն է, որ կարողանա մնա կայուն, բայց մենք իրան թույլ չենք տալու եւ իրան թույլ չենք տա, որ ինքը փաստորեն իր այն գործիքները օգտագործի, որը որ պարակտելն է, ապակողնորոշելն է, դեզորիենտացիայի ենթարկելն է, ապաթիայի ենթարկելը, հա, ուրեմն մարդկանց այն վիճակին հասցնելն է, որ գժված, հոգնած չգնան, ընտրությունների չգնան, մենակ իր սաղ նպատակն է, սաղ իմաստը, ամեն ինչը դրա համար արում, Ժորժ ջան, եկեղեցու վրա, վաղը կաթողիկոսին նստեցնել է, հետո թազա բան կհորինի, ամեն օր ինչ-որ բաներ է հորինելու, ինչ-որ պրոբլեմներ է ստեղծելու, ու մենակ մի նպատակով, որ կարողանա վերարտադրվի այդ մունդրիկը, իսկ մենք իրան թույլ չենք տա, չնայած մի բան պետք է իմանանք, որ սեպը սեպով են հեռացնում, եւ դրա համար մենք բոլորս խենթերս մի հատ բան պետք անենք շատ կարևոր, նրա համար, որ մենք ունենանք ամենահորակով պետությունը աշխարհի, պետք է այս սեպը հեռացնենք, եւ ինչ պետք անենք, իհարկե գնալ ընտրության։ Ընտրություններին մասնակցությունը սա միակ հնարավորությունն է սրան հեռացնելը քաղաքականությունից եւ դատի տալը, որ ինքը կանի դատարանի առաջ, եւ ամենակարևոր հարցը նա է, որ իրականում մենք կարողանանք այդ դեպքում իրականում որակով նա չքնաղ պետություն սարքենք, ու առաջիկա 5 տարվա մեջ կտենանք ինչ պետություն ենք բոլորս ապրելու մեր գեղեցիկ Հայաստանում։ Դե լավ եղեք խենթեր։